Փետրվարի 20-ին Նինոց Մինդայից թվով 60 պատանիներ ու աղջիկներ մեկնեցին Բաքուրյանի, որտեղ նրանց սպասվում էր երեքօրյա հանգիստ, ընդգրկված ծավալուն ծրագրով։ Առավոտյան ժամը 9:00-ից նրանց ավտոբուսը դուրս եկավ Նինոց Մինդայից։ Այսօր մենք ուղարկում ենք մեր Նինոց Մինդայի 15-20 տարեկան երիտասարդներին, ովքեր երրորդյա եւ հանգիստ եւ ակտիվ աշխատանք եւ ակտիվ հանգիստ կվայելեն Բաքուրյանում, ծրագրված ընդհանրապես եւ մարզական եւ ինտելեկտուալ, ինչպես նաեւ երեկան ունեն կարոկե ծրագրեր, այս ծրագիրը աջակցված է տարածաշրջանային զարգացման զարգացման կողմից, բայց հիմնական ֆինանսավորում են մունիցիպալիտետները եւ մեր Նինոց Մինդայի մունիցիպալիտետը 31,000 տրամադրել է, 31,000 լար տրամադրել է, որպեսզի մեր երիտասարդները կարողանան զգալ թե ինչ է երիտասարդական ճամբարը, ինչ է երիտասարդական համագործակցությունը եւ այնտեղ իրենց ընկերների հետ կունենան նոր ընկերներ, նոր ճանաչումներ։ Այս օրերին երեխաներն ունեցան հետաքրքիր ու հիշարժան պահեր, խաղեր, մրցույթներ։ Բաքուրյանի գեղատեսիլ բնության գրկում ժամանակն անցավ աննկատ։ Ինչպես գիտեք, ամսի 20-ին մեր մունիցիպալիտետի բոլոր գյուղերից յուրաքանչյուր գյուղից մեկական, փոքր գյուղերի մասն է խոսքը, դպրոցների, մեծ գյուղերից երկուական, ավելի մեծերից երեքական երեխաներ ընդգրկված է ծրագրի մեջ։ Ծրագիր սա 15-ից մինչև 20 տարեկան պատանին եւ երիտասարդ երեխաների համար կազմակերպված էր ճամբար, սկաուտան ճամբարներ պետք է անցկացնային Բաքուրյանում։ Շատ հապճեպ կազմակերպվեց դա։ Բաքուրյան հասնելուց հետո ջերմ դիմավորելուց հետո շատ ջերմ դիմավորեցին այնտեղ մեզ, անմիջապես տեղավորվեցին երեխաները, ճաշեցին եւ դրանից հետո արդեն անցան բուն իրենց ծրագրին, այնտեղ կային խմբավարներ, որոնք պետք է անցկացնեին երեխաների հետ 3 օրը։ Երեխաներին բաժանեցին 4 խմբերի տարբեր, յուրաքանչյուր խումբ ուներ իր խմբավարը։ Ընթացքում սովորեցրին պարերի էլեմենտներ, տարբեր խաղային ոճեր, տարբեր ձևի միջոցառումներ եւ սպորտային եւ երաժշտական, յուրաքանչյուր խումբ ցույց էր տալիս իր սովորածը ընթացքում, օրվա վերջում արդեն ամփոփվում էր դա մրցումային ձևով, ժյուրին միավորներ էր գնահատում եւ տվյալ խումբը ինչ տեղ էր գրավում։ Շատ հետաքրքիր անցավ ժամանակ, անգամ երեխաները ազատ ժամանակ չէին ունենում, որովհետև ընդգրկված էր տարբեր միջոցառումներով։ Ազատ ժամանակ այնտեղ արդեն ֆոյեմ դրված էին շախմատ, նարդի, տարբեր սեղանի խաղեր, զբաղվում էին դրանով։ Ամենից շատ նորմալ էր, շատ բարձր մակարդակով կազմակերպված էր։ Հետո երեխաներին տարան սանգնակ սահելու, այնտեղ բուրաններ էին վարում, շատ հետաքրքիր էր երեխաների համար, այդ 3 օրը մի ողջ հիշողության մեջ երեխաների մնաց, անգամ վերջում ուզում էին մնալ նույնպես, չէին ուզում վերադառնալ, այդ երեխաները շատ լավ կազմակերպություն էր, երեխաները ես չգիտեմ, միգուցե ամբողջ կյանքերում չլինել է Բաքուրյանում, բայց այս հնարավորությունը տրվեց նմանատիպ երեխաներին, ինչպես գիտեք, ինչպիսի երեխաներին ընդգրկված է ծրագրում, ինչպիսի երեխաներին ընդգրկված, շատ լավ անցավ ժամանակը։ Ես օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալությունս հայտնել մեր քաղաքապետարանին ֆինանսապես աջակցելու, որ 60 երեխաներ մասնակցեցին այդ 3 օրվա հանգստին։ Շատ մեծ տպավորություններով, շատ ավելի այսպես թարմացած, գիտեք կարևորը այն էր, որ երեխաները մասնակցում էին, այդպես ոգևորված, բոլորն էլ մասնակցում էին, չկար մի երեխա, որ միջոցառման չմասնակցեր, շատ ակտիվ էին, ահավոր ակտիվ էին եւ ինչ վերաբերում է կարգ ու կանոնին, ոնց որ մի ընտանիքի երեխաներ լինեն, շատ դաստիարակված, շատ համեստ, իրենց պահեցին այդ 3 օրվա մեջ այնպիսի դիրքում, որ անգամ իրենք էին զարմացել, թե ինչ
երեխաներին, ինչ դաստիարակություն Նինոս Մինդայում այս ձևի երեխաներ ունենք, իրոք գովաբանեցին շատ մեր երեխաներին, լեզվի խնդիր չունեին այնտեղ, բացարձակ երեխաների մեծամասնությունը տիրապետում էին վրացերենին, թարգմանության, երբ թարգմանության կարիք կար, թարգմանվում էր, այնտեղ խմբավարները նույնպես ռուսերեն իմացողներ կային, շատ ակտիվ էին, թե լեզվաբանության մեջ, այնտեղ եւ մեծ տեղ էր տալիս ազգային երգի, ազգային երաժշտությանը, մեր վրացական երգ ու պարին, այս ցանկության էր նայած, թե որ խումբը ինչ էր ընտրում էլի, մեր երեխաներից մեր ազգային քոչարին պարեցին, անգամ փոքր ներկայացում եղավ այնտեղ Ջավախքի մասին, փոքրիկ ներկայացում խաղացի մի խումբը, մի քիչ ծիծաղելու իհարկե ոնց են կարտոֆիլ աճեցնում, ոնց են վաճառում, նմանատիպ փոքրիկ ներկայացում խաղացին, մնացածները ընտրեցին վրացական պարեր, հայկական պարեր, մի խոսքով շատ բարձր էմոցիաներով հետ վերադարձանք, շատ լավ ժամանակ անցկացավ, դա Աստված թող նմանապես կրկնվի նույնը, որովհետև պահանջարկը շատ է երեխաներին, սնունդը շատ նորմալ էր, ամեն ինչ 3 անգամվա ռեժիմով սնունդը տալիս էին ու սնունդից հետո հենց ամենչապես արդեն ասում են իրենց ծրագրին։ Այս ծրագիրը կրելու է շարունակական բնույթ։ Ինչպես նշեց Գրիգոր Թոպուզյանը, ցանկացողները շատ են։ Հնարավոր է այն նորից կրկնվի տարվա մեկ այլ եղանակի եւ մեկ այլ քաղաքում։